կարիք կա, այսպես թե այնպես կարիքները։ Կոնսոլիդացիա կլինի ժամանակ, երբ որ իսկապես թեկնածուն վստահություն ներշնչի, որ ինքը հաղթելու հնարավորություն կա։ Այն ինչ որ տեղի ունեցավ 2008 թվականին։ Եթե այդպիսի թեկնածու լինում, այդ կոնսոլիդացիան հնարավոր է։ Եվ քաղաքական դաշտումները հասարակության միջև։ Նախագահական ընտրությունների միշտ առանձնահատկությունը Հայաստանի Հանրապետությունում հենց դրանում է կայանում, որ անձի շուրջ կոնսոլիդացիա լինում է։ Եվ հիմա հնարավորությունը կա։ Ես այդ հնարավորությունը տեսնում եմ։ Ես ոչ թե նրա համար, որ ես իսկապես համակիրեմ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ միասին երկար տարիների ճանապարհի կանցել այդ առումով, այլ իրականությունում այսօր միակ տեխնացուն, որը կարող է նաեւ կոնսոլիդացիայի հնարավորություն տալ եւ նաեւ պայքարելու հնարավորություն տալ, ինքն է մնացել։ Ես որևէ մեկի դերը չեմ ուզում նվաստացնել, նվազեցնել, որևէ մեկի գնահատականներ չեմ ուզում տալ, բոլորն իրենց դերը նշանակությունը քաղաքական այսօրվա իրական կյանքում կա, ունեն, բայց բոլոր դեպքերում այս 2012 թվականի դեկտեմբերին իրավիճակը սա է։ Անհրաժեշտությունը կա, բայց արդյոք պայմաններ կան, հաշվի առնելով վերջին մի քանի քաղաքական, այսպես ասած, փոխհամաձայնությունները, թեկուզ կուլիսային։ Ասեմ ձեզ, հիմա գիտեք ինչ կա, քաղաքականության մեջ միշտ այսպիսի իրավիճակներ լինում են, եւ վերջո այնպես չի, որ գիտեք ինչ որ պայմանավորվածություններ կամ ինչ որ գործողություններ արվում են միասին, հետո դա պետք է լինի առհավետ մինչև կյանքի վերջ։ Միշտ փոփոխություններ լինում են, միշտ տարբեր համաձայնություններ ժամանակավոր կամ երկարաժամկետ լինում են, բայց երբ որ պահը գալիս է, երբ որ պետք է ընտրություն կատարեք, բոլոր քաղաքական ուժերն իրենց առջև դրված խնդիրներից ներով նաև պատասխանատվություն ունենալով որոշում են կայացնում։ Հիմա այս պահը եկել է։ Եվ կարծում եմ բոլորն էլ հասկանում են, թե ինչի առջև են մենք կանգնած։ Եվ այդ որոշումը ընդունելու հնարավորությունը տրված է իրենց։ Եվ կարծում եմ որոշումը կընդունեն, եւ մենք դրանից հետո կարող ենք գնահատականներ տալ, ինչքանով է դա ճիշտ կամ սխալ կամ ինչու է այդպես արվում։ Ավելի շատ ես դրա կողմնակից եմ, ճիշտ ու սխալը չասելու։